Սյունիքի մարզում զինծառայողի մահվան դեպքը կրկին ուշադրության կենտրոնում է պահում առկա խնդիրները սկսած վերահսկողական գործիքներից մինչև զինծառայողների հոգեբանական վիճակն ու հնարավոր ոչ կանոնադրային հարաբերությունները։ 18-ամյա ժամկետային զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննությունը կենտրոնացել է ինքնասպանության հասցնելու վարկածի վրա եւ գործով արդեն իսկ կա մեղադրյալ, սակայն պաշտպանական կողմը պնդում է, որ դեպքի իրական պատճառները կարող են շատ ավելի խորքային լինել, քան ներկայացվող մեկ դրվագը։ Ինչ է իրականում տեղի ունեցել Զորամասում, որքանով է օբյեկտիվ քննությունը եւ արդյոք հնարավոր է կանխել նման ողբերգությունները համակարգային լուրջ փոփոխությունների միջոցով։ Մանրամասները մեկ ռեպորտաժում։ Սյունիքի մարզում արձանագրված զինծառայողի մահվան դեպքը հերթական անգամ հանրային ուշադրության կենտրոնում է պահում զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցող ողբերգական միջադեպերը եւ դրանց շուրջ ձևավորվող իրավական գնահատականները։ 2025 թվականին ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող 18-ամյա Մովսես Պողոսյանը ինքնասպանություն գործեց։ Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով զինծառայողին ազգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Գործի շրջանակներում ուշադրության կենտրոնում էր հայտնվել Ռուդիկ Սմոյանը, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող, ով ըստ տեղեկությունների ընդամենը 1 ամիս առաջ էր տեղափոխվել նշված Զորամաս։ Վերջինիս պաշտպան Գոր Գևորգյանի դիտարկմամբ հաճախ անտեսվում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են զինծառայողի հոգեբանական վիճակը, ծառայության ընթացքում հնարավոր ճնշումները, ոչ կանոնադրային հարաբերությունները եւ հրամանատարական վերահսկողության մակարդակը։ Փոխարենը քննությունը կենտրոնանում է մեկ դրվագի վրա, որը կարող է նույնիսկ տեղավորվել առօրյա ճակերտավոր ասված տղայական հարաբերությունների շրջանակում եւ չհանդիսանալ ողբերգության իրական պատճառը։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ կոնկրետ անձի նկատմամբ ձևակերպվում է մեղադրանք, սակայն ամբողջական պատկերը մնում է չբացահայտված։ Ինչ վստահորդից կոնկրետ գործին անդրադառնալը ստիպված եմ լինելու անդրադառնալ զինվորական անցագործություններին, կոնկրետ ինքնասպանությունների դեպքերին, ցավոք սրտի բավական շատացել են դեպքերը, ու պիտի ասեմ նաև, որ ցավոք սրտի այդ դեպքերով բազմաթիվ անմեղ տղաներ ենթարկվում են քրեական պատասխանատվության։ Եթե մենք առօրյայում տեսնում ենք առօրյա կյանքում բազմաթիվ դեպքեր ինքնասպանության, բայց մենք չենք տեսնում ինքնասպանությանը հասցնելու, հակելու, այլ հանցակազմերի հետ զուգորդված անձանց մեղավորություն, չենք տեսնում դրա առարկայական դրսևորումները։ Զինվորական ծառայության մեջ այդ լրիվ այլ ձև է վերարտադրվում։ Իմ կարծիքով ավելի շատ զինվորական դատախազության մոտեցումը, նաև պիտի ասեմ, որ այդ շատ վաղուց մոտեցում է, երևի թե Հայաստանի Հանրապետության ձևավորման պահից, երբ ունեցել ենք անկախ բանակ, այդ ընտրածուղին մինչ օրս որևէ փոփոխություն չի կրել։ Ինքնասպանության գործերով ման են գալիս մի բան, թե վերջում ում հետ է վիճաբանել, ինչպիսի վիճաբանություն է տեղի ունեցել, այդ ինչպիսի հարցին ժամանակական անգամ չեն էլ անդրադառնում, որովհետև անգամ եթե այդ վիճաբանությունը կարող է տեղավորվել տղայական հարաբերությունների մեջ, չխախտելով որևէ կանոնադրային հարաբերություններ, մեկը այդ կլինի իրական տարբերակը քրեական պատասխանատվության ենթարկելու։ Ու հերթական պաշտպանյալս չի տարբերվում, պաշտպանյալից դեպքը չի տարբերվում այդ ընդհանուր ներկայացրածից։ Ռուդիկ Սմոյանին են պաշտպանում, ով ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայություն է իրականացնելիս եղել ու իմիջիայլոց այդ X զորամասը, որտեղ ինքը ծառայություն է կատարել, ընդամենը 1 ամիս առաջ է տեղափոխված եղել այլ զորամասից։ Որպես այդպիսին սահմանափակ ինտեգրված է եղել ու իրեն վերագրած հանցանքը ենթադրաբար իր կողմից կատարած լինելու որևէ պատճառ առիթ չէր կարող լինել։ Վարույթն իրականացնող մարմինը նախնական փուլում գործի հիմքում որպես ինքնասպանության հասցնելու պատճառ դիտարկեց վիճաբանություն, որը տեղի էր ունեցել զինծառայողների միջև։ Սակայն ըստ փաստաբանի տեղի էր ունեցել ընդհարում, երբ իր պաշտպանյալը դեռևս նոր էր տեղափոխվել նշված Զորամաս, իսկ մինչ այդ ու դրանից հետո զինծառայողների միջև որևէ խնդիր չի եղել։ Նշված դեպքը տեղի ունեցել 2025 թվականի հուլիս ամսվա կեսերին։ Մովսես Պողոսյան ինքնասպան է եղել ու ըստ նախաքննական քննության արդյունքների մինչ ինքնասպան լինելը վիճաբանություն է տեղի ունեցել, չնայած իրարամերժ ցուցմունքներ ունենք իրականում այդ վիճաբանության մասնակցող անձանց հետ, որը միանշանակ պաշտպանյալս չի, այդ թվում նաև կա տեսանկարահանող սարքի տեսանկարահանած նյութ, ինչը նաև կցված է քրեական վարույթին,
այլ մեղադրյալի հետ է այդ վիճաբանությունը, այս պահին անցնողա չեմ ուզում ուղղակի որևէ կերպ նաև այլ անձի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ամեն դեպքում ինքը վերագրելի չէր նաև Պաշտպանյալից հետ Մովսես Պողոսյանի մեկ անգամյա ընդհանրեն ընդհարում տեղի ունեցել մեկ ամիս առաջ, երբ Պաշտպանյալս նորա տեղափոխված եղել է Ձորամաս, ու վերջ, դրանից հետո որևէ հարաբերություն, ինչը կտաներ կանոնադրային կանոնների խախտման, տեղի չի ունեցել։ Ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող Ռուդիկ Սմոյանի հայրը մեծ զրույցում հայտնեց, որ իր տղայի եւ ինքնասպանություն գործած զինծառայողի միջև վատ հարաբերություններ չեն եղել։ Ես բացի ես մի տղայից երկու տղայել եմ, երկու հատ զույգեր էլ ունեմ, պատերազմին մասնակցել եմ, մեկն էլ վիրավորվել է։ Երեխան շատ լավ երեխա, այդպես բան չէր կարող անել մի ամսվա ընթացքում, մի ամիս էր որ իրան տեղափոխել էին այդտեղ։ Այդ մի ամսվա ընթացքում ինքը ասենք ինչ դու խավքեց, ինչ արեց, որ այդ երեխուն նեղեց, որ այդ երեխան գնաց ինքնասպանություն եղավ։ Մի տարի այն երեխուն համարյա էսա տարին է լրանում օգոստոսին, որ կալանքի տակ է պահում անմեղտերը։ Մեղել է երեխուց հեռախոսա վերցրել տնողների հետ խոսացե, հետո հեռախոսը բերե փոխանցել է, այդպես բան այլ է, մի ձևի այլ երեխան հարցրել է, խես տենց մի ձևի ասել անձնական չի ասել, պոստ պետք է բարձրանան ասել է, ուզում ես քո տեղը ուրիշ մարդ անենք, դու մույսում են ինքելնես, ասել է չէ կելնեն, թող իրականությունը բան անեն։ Երեխան անմեղ է, ես 1,000,000% գիտեմ իմ երեխան անմեղ է։ Փորձագետների տված եզրակացությունները խնդրահարույց են այն համատեքստում, որ իրականացվում են շատ հաճախ բավական հին գրականության հիման վրա, ինչի հետևանքով էլ առաջանում են տարակուսելի կարծիքներ դրանց լիարժեքության եւ հավաստիության վերաբերյալ։ Առնվազն այն տեսանկյունից, որ յուրաքանչյուր անձ կախված իր աշխարհընկալումից, սկզբունքներից եւ մի շարք այլ գործոններից նույն բառը, արտահայտությունը կամ էլ իրավիճակը կարող է ընկալել տարբեր կերպ եւ ավելին արձագանքել այդ իրավիճակին տարբեր կերպ։ Այստեղ է որ շատ նուրբ հարց է առաջանում. արդյոք գործով արկա փաստական հանգամանքների հետևանքը կարող է լինել ինքնասպանությունը եւ արդյոք անձը կարող է գիտակցել, որ իր ասած որևէ խոսք կամ արարք կարող է դրդել դիմացինին գնալ ինքնասպանության։ Ինչին պիտի ուշադրություն դարձնի առասարակ եւ նախաքննական մարմինը, եւ դատախազությունը, եւ դատարանը։ Մենք գործ ունենք մասնագիտական կարծիքների կամ փորձագետների տված եզրակացությունների տարբերությունների հետ, հա, կամ գործ ենք ունենալու բացառապես մենակ այդ եզրակացության հիմքով հանձին քրեական պատասխանատվության ենթարկելու հետ։ Ի վերջո, անգամ եթե վիճաբանություններ էլ եղած լիներ, բայց չունենք, փորձաքննություն են նշանակում դատահոգեբանական, դատահոգեբժական համալիր հետմահու, որի ստացած եզրակացությունը հիմք է հանդիսանում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Սակայն բազմաթիվ են գրականությունը, որ նախ այդ եզրակացությունը չի կարող լինել կատեգորիկ հաստատող կամ հերքող, այսինքն sense թե մենք ունենալու ենք չփարատված կասկած, իսկ բացի այդ շատ հետաքրքիր ու կարևոր հանգամանք կա։ Նախաքննական մարմինը սովորաբար այդ փորձաքննությունը նշանակում է միշտ իրենց հետ համագործակցող կազմակերպություններ։ Բժշկական համալսարանի Մխիթար Հերացու բժշկական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ կամ այլ կազմակերպություն, որոնք անմիջական մշտապես կապի մեջ են իրար հետ։ Գրեթե չունենք դեպք, երբ նշանակած փորձաքննության եզրակացությունը կլինի բացասական, ասենք կասի, որ Ռուդիկ Սմոյանի արարքը պատճառական կապի մեջ չի Մովսես Պողոսյանի ինքնասպանության հետ։ Չունենք այդպիսի դեպք, կամ եթե կա էլ, այդ կազմում է բառից բուն իմաստով 1000 փորձաքննությունից մեկը։ Այդ ինչ է նշանակում։ Ես շատ հստակ ոչ միայն կասկածում եմ, այլ նաև հիմնավոր նյութեր ունեմ, որ այդ եզրակացությունների հիմնավոր չեն։ Դրանց կեղծ լինելու հետ կապված վերջնական դատական ակտից հետո միանշանակ անդրադառնալու եմ։ Նոր քրեական դատավարությունը մեզ հնարավորություն տվեց նաև բերելու փորձագետի կարծիք կամ միջնորդելու, որպեսզի փորձաքննությանը չեզոք ու օբյեկտիվ փորձագետներ մասնակցեն։ Վերջին դեպքերով այդ մեթոդի կիրառմամբ ունենում ենք հետևյալ դրսևորումը։ Նախաքննական մարմինը բավարարում է միջնորդությունը, քանի որ դատավարական առումով նաև պարտավոր է բավարարի։ Չեզոք փորձագետների մասնակցությունը բերում է փորձագիտական խմբի երկու մասի բաժանվելուն։ Մի խումբը, որի անունը կդնեմ սովետի ժամանակվանից մնացած փորձագետներ, ինչի սովետի ժամանակվանից, որովհետև օգտագործած գրականությունը 70 թիվ 80 շատ վաղուց ու նաև գիտության բազմաթիվ գիտնականների կողմից դրանք հերկված աղբյուրներ են, որոնք օգտագործում են եզրակացություն տալու։ Իրենք
մեխանիկական աշխատանքի արդյունքում, քանի որ կրկնվող մտքեր են բոլոր եզրակացություններում, տալիս են եզրակացություն, օրինակ տվել են եզրակացություն, որ Ռուձիկ Սմոյանի արարքը, իսկ արարքն անգամ նախաքննության փուլում չհաստատված է ու իրարամերժ, բայց իրանք համարել են, որ արարքը պատճառական կապի մեջ է Մովսես Պողոսյանի ինքնասպան լինելու հետ։ Ու դրել են այդ ամբողջի համատեքստում դրել են անզգուշությամբ ինքնասպանության հասցնել։ Դրան հակառակ են փորձագետները, որոնք ավելի օբյեկտիվ են, ու նաև այն փորձագետները, որոնք օգտագործում են շատ ավելի թարմ գրականություն մինչև 22-23 թվականի նոր գիտնականների աշխատություններ, որոնցով հիմնավորվում է, որ ինքնասպանության պատճառ չէր կարող լինել ենթադրական այդ արարքի կատարումը, որովհետև տեսեք, շատ խորը մասնագիտական է։ Մարդ կարող է լինի, ենթադրենք, արա բառից չվիրավորվի։ Մարդ կարող է լինի ընդունի այդ որպես վիրավորանք, մարդ կարող է լինել արա բառը ընդունի ծայրահեղ ու գնա ինքնասպան լինի։ Այստեղ հարց, արդյոք այն անձը, ով ասում էր արա, ինքը տրամաբանորեն կարող էր այն աստիճան վիրավորեր, որ ենթադրաբար մտածեր, որ կարող է այդ արարքը տեղի ունենալ։ Բնականաբար ոչ։ Շահումով խաղերում մեծ գումար տանուն տալու հետ կապված ինքնասպան են եղել։ Լսել եք որևէ դեպք, որ շահումով խաղ կազմակերպողը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Միանշանակ ոչ։ Այդ դեպքում այդ ոնց է, որ բանակում ինքնասպան եղած զինվորի համար պարտադիր պետք է մեկը դատվի կամ երկուսը դատվի ու հիմքում պիտի դնեն, որ կանոնադրային կանոնը իբրև խախտվել, ինչն անզգուշությամբ առաջացրել է զինվորի ինքնասպանության, բայց շահումով խաղեր կազմակերպելու համար չպիտի ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ այնքան են խաղացել, մինչև մարտի ինչ ունի կրվել ու անելաների վիճակից գնացել ինքնասպան եղել։ Որն է ավելի շատ պատճառական կապի մեջ։ Իմ պատկերացմամբ երկրորդ դեպքը։ Եվս մեկ դեպք, որը փաստում է զորամասերում խոցելի խմբերը, խոցելի անհատները պետք է բացահայտվեն եւ իրենց հետ պետք է տարվի հատուկ աշխատանք։ Հակառակ դեպքում սահմանափակվել միայն տեղի ունեցած դեպքերի հետաքննությամբ ու բացահայտմամբ անհնար է կանխել նման դեպքերը ապագայում։ Ցուցմունքներ ունենք, որ Մովսես Պողոսյանը շատ հուսալքված ու նեղված է եղել ու նաեւ Ռուձիկ Սմոյանի մոտ արտահայտվել է, որ պոստերից իջացրեցին, խապեցին, ասեցին կգնաս արձակուրդ, չուղարկեցին արձակուրդ։ Ուրեմն ցանկացած զինվորի համար շատ ավելի ծանր է հոգեբանական առումով հարվածը, երբ խապվում է, որ պիտի գնա արձակուրդ ու չի գնում, քան թեթև նշույլ խոսակցությունը։ Իսկ այս առումով որպես այդպեսին մենք քննություն չտեսանք։ Մենք չտեսանք պատասխանատու անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մոտեցում, մենք չտեսանք անգամ այդ հարցերը որպես այդպեսին փորձաքննությանը բարձրացվելու մոտեցում, ինչին ի պատասխան հնարավոր է ունենայինք այլ դրսևորումներ։ Պետք է պետական մոտեցումը փոխվի, պետք է գտնեն ծնող պատճառները, պայքարեն դրանց դեմ, պետք է գտնեն սպաներին, ովքեր անմիջական տեղյակ են եղել, ենթադրենք փոքր խմորմանը ու չեն կարողացել կանխեն այդ, ինչը առաջացրել է հետո ծանր հետևանք։ Հետո իմ կարծիքով նաև ես որպես առաջարկ դրանով հանդես եմ եկել, պետք է լինեն իրականում հոգեբաններ զորամասերին, ովքեր պետք է աշխատեն խոցելի զինվորների հետ, իսկ խոցելի զինվորների հայտնաբերումը զինծառայության ընթացքում շատ հեշտ է։ Իմ կարծիքով այս քայլերը կազմակերպելուց հետո չենք ունենա ինքնասպանության դեպքեր, ունենալու պարագայում էլ չենք ունենա զինվորներ, ովքեր անմեղ կդատվեն։ Այդ պարագայում կարող է լինել զինվոր, ով իրապես հասցրած լինի ինքնասպանության ու իր դատվելը ես միանշանակ կողմ կհամարեմ, ու անգամ մասնագետ որպես չևել մասնակցի դրա պաշտպանությանը, այդ զինվորի պաշտպանությանը։ Բայց այս պարագայում մենք ունենք խայտառակ իրավիճակ, երբ ուղիղ պատճառական կապի մեջ է, եթե զոհվեց զինվոր, ինքնասպան եղած զինվոր, պետք է մարդ դատվի։ Այս սկզբունքը պետք է չկիրառվի ու միայն այդ դեպքում մենք կարող ենք ունենալ իրական արտարադատություն։ Քրեական այս գործի դատավարությունն ընթանալու է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Նախնական դատալսումներում ենք դեռևս չենք ավարտել նախնական դատալսումները։ Միակ հույսը, որ ունենք, այդ արդարամիտ դատավորն է, որին պատկերացմամբ ունենք այդպիսի դատավորում մակագրվել է գործը, միակ հույսս բացառապես դատավորի արդարացի մոտեցումն է գործին, որովհետև եթե չլինի գոնե չլինեն արդարամիտ դատավորներն, ինչը պիտի խոստովանեն, որ ունենք շատ են ու հույսներս կապել ենք բարի բուն իմաստով, միակ օղակը դատարաններն են, որտեղ պետք է ապացուցենք Ռուձիկ Սմոյանի անմեղությունը։ Ցավոք սրտի Ռուձիկ Սմոյանը միայնակ չի, բազմաթիվ են նման գործերը, նաև իր պաշտպանության ներքո են գտնվում, որտեղ կռիվ ենք տալիս
բարի բուն իմաստով մարդկանց անմեղությունը հիմնավորելու համար։ Այս ոչ թե ես ասում եմ որպես պաշտպան, ինչը կարող է նաև հեռուստադիտողի մոտ ընկալվի։ Ներողություն եմ խնդրում, նաև թող այդպես չընկալվի, որովհետև այն գործերը, որոնք գոնե իմ համար հեռանկարային չեն մարդու անմեղությունը հիմնավորելու համար, առհասարակ ես այդ գործով պաշտպանություն չեմ իրականացնում։ Իսկ այն գործերը, որ իմ համար նաև եւ բարոյական եւ իրավական առումներով արդարացվելու են այդ մարտիկին պատկերացմամբ, քանի որ այնտեղ չկա իրենց վերագրած հանցանքը, այդ գործերով պաշտպանություն եմ իրականացնում։ Չեմ ուզում, որ ասածս ընկալվի զուտ որպես պաշտպանի։ Կարող է կողից այդպես լինի, բայց այն անձիկ, ովքեր այդ գործերով, զինվորական գործերով տուժել են, հաստատ կգտնեն իմ խոսքի մեջ արժեքավոր բառեր, որոնք ուղղված են իրենց պաշտպանությանը, արժեքավոր բառեր, որոնցով վեր է հանվում այսօրվա դրությամբ այն խնդիրները, ինչի մասին քիչ են խոսում։ Զինված ուժերում տեղի ունեցող նման ողբերգական դեպքերը կրկին ընդգծում են, որ խնդիրը չի սահմանափակվում միայն առանձին միջադեպերի քննությամբ եւ մեղավորների հայտնաբերմամբ։ Անհրաժեշտ է համակարգային մոտեցում, ուղղված զինծառայողների հոգեբանական վիճակի գնահատմանը, ռիսկային խմբերի վաղ հայտնաբերմանը եւ կանխարգելիչ արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ոչ թե արձագանքել արդեն տեղի ունեցած ողբերգություններին, այլ կանխել դրանց կրկնությունը, ապահովելով զինվորական ծառայության անվտանգ եւ վերահսկելի միջավայր։ Հայաստանի Հանրապետության իրավապահները բացահայտել են անդրազգային կիբերհանցավոր խումբ, որը զբաղվել է ներդրումային խարդախություններով ու առանձնապես խոշոր չափերով հափշտակություններով։ Քննությամբ պարզվել է, որ կազմակերպված ցանցը գործել է ամիսներ շարունակ, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ եւ հոգեբանական ազդեցության մեխանիզմներ տուժածների վստահությունը շահելու համար։ Խմբի անդամների ծուղակում հայտնված անձանց պատճառվել է ընդհանուր ավելի քան 16 միլիոն դրամ գումարի վնաս։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է նախաքննություն անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի մի խումբ քաղաքացիներ 2023 թվականի դեկտեմբերին համասեր հանցագործության կատարելու նպատակով ստեղծել են եւ մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 14 նկար ժամանակահատվածում ղեկավարել են 3 եւ ավելի անձանցից բաղկացած հանցավոր կազմակերպություն։ Կազմակերպության անդամները մշակել են ներդրումային խարդախությունների մեխանիզմներ, կիրառել հոգեբանական ազդեցության միջոցներ, արդեն տուժած անձանց նկատմամբ, ինչպես նաեւ օգտագործել կեղծ կայքեր եւ սոցիալական ցանցերում տարածվող գովազդներ, նոր զոհեր ներգրավելու եւ վստահություն ստեղծելու նպատակով։ Նշված հանցավոր կազմակերպության մասնակիցների աշխատանք ղեկավարելու նպատակով ստեղծել են հիերարխիկ կառուցվածք, կատարել են նաև մասնագիտացման համապատասխան դերաբաշխում, ներդրել են իրենց հանցագործությունը կատարելու նպատակով համապատասխան հնարքներ, իր հերթին նաև խարդախություններից տուժած արդեն տուժած անձանց նկատմամբ ազդեցություն ունենալու հատուկ հնարքներ, իրենց վստահություն ձեռք բերելու նպատակով օգտագործել են նաև համացանցային եղանակով ստեղծված կեղծ էլեկտրոնային կարգեր, ինչպես նաև տեղադրել են բազմաթիվ գովազդներ։ Ըստ տարբեր ժամանակահատվածներում եւ ժամկետներում հանցավոր կազմակերպությանը ներգրավել նաև այլ անձանց, ձեռք են բերել համապատասխան համակարգիչներ եւ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ ծրագրային ապահովումներ, բացի այդ իրենց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով վարձակալել են տարբեր տարածքներում համապատասխան գրասենյակներ։ Նախաքննությամբ հաստատվել է, որ հանցավոր կազմակերպության գործողությունների հետևանքով ավելի քան 16 միլիոն 94 հազար դրամի վնաս է պատճառվել քաղաքացիներին։ Նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից ընդհանուր 16 միլիոն 940 հազար 945 դրամի հափշտակություն։ Հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը հայտնաբերվել է եւ ձերբակալվել է Երևան քաղաքի առաջին հանցանոթավասության քրեական դատարանի համապատասխան որոշման վերջից նկատմամբ որպես խաբման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամկետով, զոն վարորդով արդենից նրա վերջից մասով նախաքննությունը ավարտվել է, որոշում է կայացվել մաս անջատելու մասին եւ նշված քրեական վարորդը մեղադրական եզրակացությամբ համապատասխան միջնորդությամբ ներկայացվել է գլխավոր դատախազություն այն դատան հանձնելու նպատակով։ Նշված անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, իսկ սույն քրեական վարույթի անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։
Երևան քաղաքում գրանցված ավազակային հարձակման դեպքն արագ բացահայտվել է ոստիկանության կողմից։ Փետրվարի 10-ին ստացված ահազանգից հետո իրավապահները կարճ ժամանակում ոչ միայն պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը, այլև իրականացրել նրա հայտնաբերումն ու ձերբակալումը։ Միջադեպը տեղի ունեցել բնակելի շենքի մուտքի մոտ, որտեղ երիտասարդ աղջիկը հայտնվել է հանցագործության թիրախում։ Սա այն դեպքն է, երբ կարելի է հորդորել շքամուտք մտնելիս լինել հնարավորինս զգույշ, քանի որ գողություն կատարողները առավել հարմար վայր պարզապես չեն գտնում։ Փետրվարի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ավազակության վերաբերյալ ահազանգ։ Քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցում անհայտ անձը իր դստեր ձեռքից բացահայտ հափշտակել է տրամապանակը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում ահազանգ է ստացել, որ իր դստեր Երվանդ Քոչար փողոցում ձեռքից բացահայտ հափշտակել են դրամապանակը, որի մեջ առկա էր գումար եւ բանկային քարտեր։ Տուժողը հաղորդում ներկայացրեց, որ շենքի մուտքի դուռը բացելիս անհայտ անձը խլել է իր դրամապանակը, որի մեջ եղել են գումար, բանկային քարտեր եւ անձնակիր։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին իրավապահներին հաջողվել է պարզել ենթադրյալ հանցագործի ինքնությունը։ Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ նշված արկը կատարել է Նորտնորք վարչական շրջանի 26-ամյա մի բնակիչ, ով փետրվարի 28-ին հայտնաբերվել է Դավթաշեն թաղամասում, ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննությանը։ Նույն օրը ոստիկանության Մարաշի բաժնում ընդունվել է համապատասխան հաղորդում, նախապատրաստվել են նյութեր եւ փոխանցվել են կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ավազակության հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ այսպես այս պահին կարևոր է իմանալ էջն է, որի շրջանակում բարձրաձայնում ենք քաղաքացիների կողմից ներկայացվող խնդիրը եւ փորձում այստեղ տաղավարում գտնել այդ խնդրի լուծումը։ Եվ հենց այդ նպատակով այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Տիգրան Սարգսյանին, ով նաև իրավունքի համահայկական կենտրոնի հիմնադիրն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, մեր հրավերն ընդունելու եւ այստեղ մեզ հյուրընկալվելու համար։ Ես առաջարկում եմ նախ դիտել տեսանյութը, հասկանալ, թե քաղաքացին ինչ խնդիր է բարձրաձայնում, որից հետո վերադառնալ տաղավար քննարկման։ Խնդրեմ։ Ես ծառայել եմ որպես ֆինանսական բաժնի ղեկավար ֆինանսիստ։ Ես ստանալու վարժանքներին մասնակցել ծանոթագիրը որպես օրինապաշտ քաղաքացի ներկայացել եմ ու մասնակցել եմ վարժանքներին։ Այդ ընթացքում ինձ վստահեցրել են, որ իմ զինվորական կոչումը պետք է բարձրացվի, սակայն հետագայում, երբ ստացել են զինվորական գրքույկը, պարզել են, որ կոչման բարձրացում տեղի չի ունեցել։ Իմ գրավոր հարցմանի պատասխան ինձ տեղեկացրել են, թե իբր ես հրաժարվել եմ կոչման բարձրացումից, մինչդեռ իմ կողմից նման բովանդակության ոչ մի հրաժարում երբևէ չի ներկայացվել, ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ձևով։ Նմանատիպ եւս մեկ ահազանգ ստացան քաղաքացուց, որը նշում էր, որ աշխատանքային գրաֆիկի պատճառով չի կարող պարզապես թողնել աշխատանքը, ընտանիքի միակ աշխատողն է, մի քանի անգամ իրեն զանգահարել են, որ ծանուցում ունի ստանալու, բայց ինքը չի վերցրել ծանուցումը։ Տեղեկացված է, որ որոշակի փոփոխություններ են նախատեսվել, որոնցով առանց ծանուցագիրը ստանալու ինքը գուցե համարվի պատշաճ ծանուցված։ Եվ այս պարագայում հարց է ուղում, թե արդյոք եթե հրաժարվի վարժանքների մասնակցելուց, ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ եւ եթե կունենա, ապա այդ իրավական հետևանքները ինչ կարող են իրենցից ենթադրել, ինչից վախենա այս պարագայում։ Քննարկենք առաջին խնդիրը եւ հասկանանք, թե առաջին խնդրում քաղաքացու կողմից բարձրաձայնած հարցը ինչպես կարող է լուծում ստանալ։ Ես նշեմ նաեւ, որ երկրորդ անգամ, երբ քաղաքացին զանգահարեց, նշեց, որ զինվորական գրքույկում պետք է կապիտան նշեին, բայց նշել են Վաշտի հրամանատարի տեղակալ, ինչը իր կողմից ընդունելի չի։ Այսինքն կատարվել է որոշակի փոփոխություն, բայց ոչ այն փոփոխությունը, որը պետք է բերեր կոչման բարձրացման։
Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Մեր քաղաքացիների գրեթե բոլոր խնդիրները առաջանում են իրավագիտակցության ցածր մակարդակից։ Տեսեք ինչ է ասում է ինձ հավաստիացրել են։ Ինչ է նշանակում հավաստիացրել են։ Արդյոք գրավոր պարտավորություն է ստանձնել զինկոմիսարիատը։ Արդյոք քաղաքացին ճշտել է արկային իրավական հիմքեր իր պաշտոնը բարձրացնելու համար, թե չէ։ Շատ բան կարելի է խոստանալ, բայց երբ ձեզ խոստանում են, դուք նախ հարցրեք դրա իրագործման իրավական հիմքերը։ Խնդրեք թող խոստացող պաշտոնատար անձը ցույց տա, որ օրենքի կամ կառավարության որոշման որ կետին համաձայն պետք է իր պաշտոնի բարձրացումը լինի, որովհետև ուղղակի խոստանալ, ուղղակի հավաստիացնել, հետո հրաժարվել, դա կարող է լինել ցանկացած իրավիճակում, եթե դուք նախապես եւ օրենսդրությունը չեք ուսումնասիրել եւ գրավոր չեք խնդրել, որպեսզի իրենց հավաստիացումը ձևակերպեն։ Նաև տեսեք քաղաքացուն ասել են դու հրաժարվել ես։ Հրաժարվել կարելի է սեփական դիմումով։ Եթե քաղաքացին դիմում չի ներկայացրել հրաժարվելու մասին, հետեւաբար ինքը չի հրաժարվել։ Երբ պետական մարմինը ասում է դու համաձայնվել ես, ուրեմն պետք է ցույց տա փաստաթուղթ, որտեղ քաղաքացին ստորագրել է համաձայնության մասին, նույնն էլ վերաբերվում է հրաժարվելուն։ Եթե քաղաքացին հրաժարվել է, ապա դրա վերաբերյալ պետք է լինի գրավոր թուղթ։ Ես խնդրեմ քաղաքացիներին, տեսեք ինքը ամեն դեպքում վերջում գրավոր հարցում է արել։ Այդ գրավոր հարցում ինքը պետք է գործընթացից առաջաներ, նախապես գրավոր ստանար հավաստիացումը ու կանխատեսելի կլիներ այդ դեպքում իր սպասելիքները։ Ես իհարկե հասկանում եմ եւ ընդունում, բնականաբար համամիտ եմ, որ փաստաթղթերի եւ ապացույցների տեսանկյունից մենք ավելի ամուր դիրքերում կլինենք, եթե ունենայինք դա, սակայն մյուս կողմից էլ պետական մարմնի ներկայացուցիչ է, ում հանդեպ քաղաքացին ունի վստահություն։ Եվ հենց այդ վստահությամբ շարժվելով է, որ նա փաստացի չի իրականացրել այս քայլերի հաջորդականությունը։ Թերևս պետք է խորհուրդ տանք, որ անգամ նմանատիպ դեպքերում վստահության շեմ այդքան բարձր չլինի եւ այն ամենայնիվ որոշիչ քայլեր ձեռնարկվեն իր կողմից։ Այս պահին իր կողմից ձեռնարկվող քայլերի հաջորդականությանն անդրադառնանք, ինչ կարող է անել քաղաքացին։ Ես օրինակ հարցադրում իրականացրեցի, արդյոք կարող է ներկայացնել փաստեր, որ իր հետ նույն ժամանակաշրջանում վերապատրաստման այդ զորավարժանքներին մասնակցած քաղաքացիները ստացել են կոչման բարձրացում, եթե ստացել են, ապա դա կարող է հիմք հանդիսանալ համանման իրավիճակում գտնվող անձի համար հայցել այն իրավունքը, որը ստացել են այլ ազգ։ Շատ ճիշտ եք։ Քաղաքացին նախ պետք է ճշտի, արդյոք այդ հավաստիացումը օրենքից բխում է, իրեն ինչ որ խոստացել են օրինական է, հնարավոր է ընդհանցակարգեր կան, հիմքերը բավարար կան, եթե կան, ապա կիրառվել է այլ անձի նկատմամբ նույն պայմաններում, թե չէ։ Եթե նույն պայմաններում այլ անձի նկատմամբ կիրառել է, ինքը կարող է համառություն դրսևորել, պահանջատեր լինել եւ նույն կոչման ինքը եւս կարժանանա։ Այո, եւ ես ամփոփելով այս առաջին մասը ուզում եմ հորդորեմ այն քաղաքացիներին, ովքեր ստանում են ծանուցում զինվորական պարտադիր զորավարժանքներին մասնակցելու համար, ուշադիր եղեք, թե ծանուցման մեջ ինչ է նշված։ Գուցե հենց այդ ստացված ծանուցման մեջ մատնանշված է, որ դուք նմանատիպ գործողություններ կատարելուց հետո ստանալու եք հերթական զինվորական կոչումը, կամ եթե չեք ստացել դա, ապա հետադարձ նամակով, պատասխան նամակով կարող եք հայցել տեղեկատվություն, արդյոք մասնակցելուց հետո դուք ունենալու եք հնարավորություն բարձրացնել ձեր կոչումը։ Այդ փաստաթղթերը ձեզ համար հիմք կհանդիսանան, որպեսզի հետագայում թե ձեր իրավունքները չոտնահարվեն, թե ոտնահարման դեպքում կարողանաք գրագետ պաշտպանել դրանք։ Անցում կատարենք երկրորդ մասին, երբ քաղաքացին պարզապես իր աշխատանքային բնույթից ելնելով եւ գրաֆիկից եւ ընտանիքում միակ աշխատողը լինելու հանգամանքից ելնելով պարզապես չի կարողանում գնալ այդ զորավարժանքներին մասնակցել։ Ինչ կարող է անել նա եւ ինչ իրավական հետևանքների կարող է բախվել։ Նախ նշեմ, որ քաղաքացիները պարտավորություն ունեն եւ այդ պարտավորությունը կատարելու համար բացառող հանգամանքներ կան, առողջական վիճակն է եւ ընտանեկան վիճակը, որոշ դեպքերում նաեւ աշխատանքի կարգավիճակը։ Կախված իր զբաղեցրած պաշտոնի կարեւորությամբ, շատ դեպքերում նաեւ անփոխարինելի աշխատող լինելու հանգամանքով եւ նաեւ այդ պետական եւ հասարակական կարգի հետ անվտանգություն ապահովելու պահանջից ելնելով ունեն որոշակի գործառույթներ իրականացնող անձինք, որոնք կարելի ասել անձեռնամխելի են եւ դրանց ցուցակը կա սահմանված, նաեւ պաշտպանության նախարարի հրաման կա եւ քաղաքացին եթե գտնում է, որ ինքը նման անձանց շարքին կարող է դասվել, կարող է նաեւ պաշտոնական հարցում անել պաշտպանության նախարարություն եւ պատասխան ստանալ։ Ծանուցված լինելու հանգամանքով տեսեք, հիմա հրապարակային ծանուցումների հետ կապված շատ քննարկումներ ա գնում։
Նաև հեռախոսակապով քաղաքացին կարծես դա էլ նշեց, որ ազդարարով ծանոթվում է եւ ինքը կարող է դրա մասին չիմանալ, հետո իրեն կարող են մեղադրանք ներկայացնել։ Ես ուզում եմ ասել, որ ազդարարում եւ նաև ընդհանրապես ցանկացած հրապարակային եղանակով ծանուցում ներկայացնելը, եթե մենք նայում ենք քրեական դատավարության տեսանկյունից, իրավաչափ չէ, հենց կոնկրետ այս հանցակազմի տեսանկյունից, որովհետեւ այդ վարժական հավաքներից խուսափելու հանցակազմը նախատեսում է սուբյեկտիվ կողմ դիտավորություն, ուղղակի դիտավորություն, այսինքն անձը պետք է հատուկ նպատակադրված չմտնի ազդարար եւ հատուկ նպատակադրված չծանուցվի, որ համարեն ինքը հանցանք է արել, բայց դա հնարավոր չի հիմնավորել, ուղղակի դիտավորություն կա, այստեղ անզգուշությամբ հանցանք հնարավոր չի կատարել։ Հնարավոր չէ դիտավորություն տեսնել այն գործընթացում, երբ օրինակ մեկից ավել անգամներ ծանոթում է գնացել փոստային բաժանմունք եւ անձը կամ նշված է վերադարձվել է կամ չի ընդունել նմանատիպ վերտառությունները, կարող են դիտավորություն հանդիսանալ։ Եթե հետադարձ նշման մեջ նշվի հրաժարվել է ստանալ, միգուցե, բայց մնացած բոլոր դեպքերում հնարավոր չէ սուբյեկտիվ կողմի դիտավորություն հիմնավորել, տեղափոխված է, անհայտած է, կամ ուղղակի ազդարարում հրապարակում ես եւ մտածում ես, եթե ինքը հատուկ չի մտնում, չի նայում, ապա ծրագրավորած է դա անում, չէ, կարա նաեւ համակարգչից օգտվելու հմտություններ չունենա, կարա ինֆորմացված չլինի եւ դրանով պայմանավորված ծանուցված չլինի, դրա համար նման գործերը ես չեմ կարծում, որ քննչական կոմիտեներում հեռանկար կունենան, միգուցե զինկոմիսարիատները դրանք ուղարկեն քննչական կոմիտե, բայց այնտեղ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հիմնավորումը կարծես թե անհնար կլինի։ Այո։ Եվ տեսեք, շատ անհանգիստ են, նույնիսկ արտերկրից զանգում, ասում են հնարավոր է այդտեղ իմ հասցեով նամակ գնա, ես չլինեմ, տեղեկացված չլինեմ, հետո Հայաստան վերադառնամ, պարզվի քրեական գործ կա, ինձ օդանավակայանում ձերբակալեն, հետո կալանավորեն, այսինքն ամբողջ հայությունը այսպես տագնապի վախի մեջ է, դրսում նույնիսկ ապրող հայերը, եւ այդ ազդարարն էլ հարցնում են, ասում են, մենք ո՞նց նայենք, ո՞նց հետևենք, բայց հիմա ընդամենը 1-2 զինկոմիսարիատում է, որ որպես փորձարկում կիրառվում է, համատարած չի կիրառվում, համար 2-ում է կիրառվում, եւ ասել, որ բոլոր զինկոմիսարիատները ազդարարում հրապարակում են, այդպես չէ։ Եվ վերջի վերջո մեր քաղաքացիներին թերևս հանգստացնենք հենց այս տաղավարում հնչած իրավական լուրջ հիմնավորումներով, որ դուք պետք է ծանուցվեք եւ եթե անգամ ազդարարում դուք ապրում եք արտերկրում եւ ազդարարում ենթադրենք տեղադրվել է հայտարարություն, մեկ է դուք կարող եք ձեր անձնագրային մուտքի եւ ելքի կնիքներով հաստատել, որ դուք Հայաստանի Հանրապետությունում չեք եղել եւ բնականաբար պարտավորություն չունեիք հետևելու որևէ հրապարակային ծանուցումների կայքերին եւ իմանալու թե ձեր վերաբերյալ օրինակ արկա է տեղեկատվություն ծանուցման թե ոչ։ Նաև նշեմ, որ քաղաքացիների պարտավորությունները պետք է օրենքով սահմանված լինեն, օրենքով չսահմանված պարտավորություն չի կարող դրվել նրանց վրա, եւ հետեւաբար, եթե որևէ նորմով նշված չէ, որ ինքը պարտավոր է ամիսը 1 կամ շաբաթը 1 մտնել ազդարար եւ նայել, չի կարելի մեղադրել, որ դու դա չես արել։ Շատ լավ։ Քաղաքացին ունի առողջական խնդիրներ, հիմա էլ առողջական խնդիրներից ելնելով է խուսափում գնալ։ Այս հարցին եւս անդրադառնանք, թե նրա կողմից ինչպիսի ապացույցների շրջանակ պետք է ներկայացվի։ Պրակտիկայում ունեցել եմ դեպք, որ քաղաքացին անաշխատունակության վիճակում է եղել, նույնիսկ պոլիկլինիկայում process-ը սկսված է եղել, այսինքն բացվել է անաշխատունակության թերթիկը եւ այդ ժամանակահատվածում ինքը պետք է վարժական հավաքի մեկներ, երբ ինքը դրա մասին ահազանգել է զինկոմիսարատին, զինկոմիսարատին ասել են մեզ չի հետաքրում, մենք որևէ փաստաթուղթ չենք ուսումնասիրում, մենք գործ ուղարկում ենք քննչական կոմիտե, այդպիսի կարգ կա, չգրված կարծես թե, եւ համատարած քաղաքացիների գործեր ուղարկվում են քննչական կոմիտե, անկախ նրանից թե ինչի իրենք չեն ներկայանում։ Եվ քննչական կոմիտեն դրանք ուղարկում է դատարաններ եւ իմ պրակտիկայում ում որ ես պաշտպանել եմ, բոլորը արդարացվել են։ Նաև այս հանգամանքը շատ ծայրահեղ է դրված, զինկոմիսարիատի աշխատակիցը նույնիսկ դատարանում ցուցմունք է տալիս եւ հայտնում է, որ այո, զինկոմիսարիատում այդպիսի կարգ կա։ Եթե անձը ծանուցագիր է ստացել եւ այո, նու ներքին կարգ կա, որ եթե անձը ծանուցագիր է ստացել եւ չի ներկայացել, նույնիսկ եթե ինքը հարգելի պատճառներ է ներկայացնում, դա չի քննարկվում զինկոմիսարիատում, դա ուղարկվում է քննչական կոմիտե, որպեսզի այնտեղ քննարկվեն։ Արդյունքում անհանգստություններ քաղաքացիների մոտ, վախեր, տագնապներ, ծանրաբեռնվածություն քննչական կոմիտեում, դատարաններում, որը արդյունավետ չի մեր քաղաքացիների եւ պետության շահերից չի բխում։ Նաև նշեմ, որ
քրեական օրենսգիրք ունի խրախուսական նորմ։ Քաղաքացիները թող իմանան, որ եթե իրենք վարժական հավաքից խուսափել են կամ չի ստացվել, չեն ներկայացել եւ գործը գնացել է քննչական կոմիտե, նույնիսկ եթե առողջական գանգատներ ունեն եւ այդ հիմքով իրենք չեն մասնակցել, իրենք փորձաքննությունների են ենթարկվում։ Եթե կճանաչվեն ոչ պիտանի, կազատվեն վարժական հավաքից, բայց եթե պիտանի կճանաչվեն եւ միևնույն ժամանակ կա քրեական գործ, իրենք մեղադրյալ են, օրենքը նախատեսում է խրախուսական նորմ, հաջորդ վարժական հավաքին մեկնելու դեպքում քրեական հետապնդումը դադարեցվում է։ Այսինքն զինկոմիսարիատներում, որ վախեցնում են, ասում են, այ եթե դու չգնաս, քեզ կուղարկենք քո գործը քննչական կոմիտե եւ դու կդատապարտվես, դրանից թող չանհանգստանան, որովհետև դատապարտվել հնարավոր չէ, եթե գործի քննության ցանկացած փուլում ինքը կամավոր ցանկանա մեկնել վարժական հավաքի։ Իհարկե թող տպավորություն չստեղծվի, թե մենք ներկայացնում ենք այնպիսի բացեր կամ քայլեր, որը ձեզ հնարավորություն կտա խուսափել կամ չներկայանալ այդ պարտադիր գործողությունները կատարելուն, ինչպես նշվեց, դա պարտականությունն է եւ յուրաքանչյուրս ունենք պարտականություններ մեր երկրի, մեր պետության առաջ եւ ես կարծում եմ այն քաղաքացիները, ովքեր իրապես չունեն նմանատիպ խնդիրներ, թե աշխատանքի անփոխարինելի աշխատող, թե ընտանեկան վիճակից ելնելով, թե առողջական, այո, պետք է մասնակցեն այդ զորավարժություններին եւ իրենց պարտականությունը կատարեն պետության նկատմամբ։ Ձեր շնորհակալություն եմ հայտնում, քայլերի հաջորդականություն, խորհուրդ, որ կցանկանայիք վերջում հնչեցնել մեր քաղաքացիներին նմանատիպ իրավիճակներում հայտնվելու պարագայում ինչ կարելի անել եւ շատ կարճ նաեւ փոքրիկ անդրադարձ անփոխարինելի աշխատող հանդիսանալու պարագայում գործատուից է պետք տեղեկանք վերցնել, թե այնուամենայնիվ պետք է հարցում անել Պաշտպանության նախարարություն։ Կան պաշտոններ, որոնց մասին հստակ կարող եմ ասել, ազգային ժողովի падգամավորներ, դատավորներ իրենք վարժական հավաքների մասնակցության ենթակա չեն, կան նաև հատուկ կարևորության աշխատանք կատարող անձինք, որոնք օրինակ ատոմակայանում աշխատող մասնագետ, որի բացակայությունը կարող է նման դեպքերում Պաշտպանության նախարարությունից պետք է ճշտել, որտեղ տեղեկատվությունը ամբողջությամբ բաց չէ, այնտեղ գաղտնի մաս կա եւ եթե գտնում են, որ իրենք նման կարևոր աշխատանքի մեջ են եւ իրենց բացակայությունը կարող է խնդիր առաջացնել անվտանգության տեսանկյունից ընդհանուր հասարակական, կարող են Պաշտպանության նախարարություն գրավոր դիմել եւ ճշտում անել։ Շատ լավ։ Հորդոր ունենք մեր քաղաքացիներին։ Մեր քաղաքացիներին հորդորում ենք լինել օրինապահ եւ միևնույն ժամանակ գիտակցել եւ իրավունքները եւ պարտավորությունները, այնպես չի որ միայն իրավունքների վրա պետք է շեշտադրում անել, նաեւ կան պարտավորություններ, այդ պարտավորությունների պատշաճ կատարումից է նաեւ կախված մեր պետության ամրությունը։ Այո։ Ես հիշեցնում եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են գալիս մեր կյանքում, դրանց հիմնական պատճառը իրոք իրավագիտակցությունն է։ Փորձեք բարձրացնել իրավագիտակցությունը, հետևեք մեր էջերին, որովհետև այնինչ, որ մենք այստեղ խոսում եւ քննարկում ենք, կարևոր է իմանալ։ Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին կամ զանգել նշված հեռախոսահամարներին։ Զանգ տվեք, հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։